Շատ լավ։ Շատ լավ, շատ լավ։ Քննարկում ենք հարց համար 29-ը սպառողների իրավունքների պաշտպանության եւ գովազդի մասին օրենքներում փոփոխություններ կատարելու մասին հարցը։ Զեկուցող էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյան։ Այո, քվեարկել ենք հարցն։ Շնորհակալություն, մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, շարունակում ենք մեր օրենսդրության մոտարկումը Եվրոպական միության օրենսդրությանը եւ ներկայացվող փաթեթով մոտարկում ենք ՍԵՊԱ-ի եւս 4 հրահանգ, մասնավորապես սպառողների հետ կնքվող պայմանագրերում անարդար պայմանների վերաբերյալ, հեռակա եւ ձեռնարկության շենքից դուրս կնքվող պայմանագրերի մասով սպառողների իրավունքների պաշտպանության մասին, մոլորության մեջ գցող եւ համեմատություններ պարունակող գովազդի մասին եւ ապրանքների անհամապատասխանության դեպքում սպառողի իրավական պաշտպանության միջոցների մասին։ Սպառողների հետ կնքվող պայմանագրերում անարդար պայմանների վերաբերյալ հրահանգի մոտարկման դեպքում սպառողների հետ կնքվող պայմանագրերում չեն կարող ներառվել անարդար բնույթի պայմաններ, խոսքը գնում է այնպիսի պայմանների մասին, երբ սպառողը ելնելով իր շահերից չէր ընդունի այդ պայմանը, եթե հնարավորություն ունենար մասնակցելու պայմանագրի պայմանների որոշմանը, նախագծով սահմանում են անարդար բնույթի պայմանների տեսակները, նախատեսելով, որ պայմանագրում որևէ անարդար պայմանի առկայության դեպքում նման պայմանն առոչինչ է, հարցերի դեպքում օրինակներով կարող եմ նաև ներկայացնել։ Հրահանգի մոտարկման արդյունքում սպառողները պաշտպանված կլինեն նրանով, որ իրենց հետ կնքվող միանալու պայմանագրերում վաճառողները կամ ծառայություն մատուցողները չեն կարող ներառել անարդար բնույթի պայմաններ, իսկ ներառելու դեպքում այդպիսի պայմանները կհամարվեն առոչինչ, ինչպես արդեն նշեցի, կարգավորումների արդյունքում տնտեսվարողները պետք է բացառեն այդպիսի որևէ անարդար պայման։ Կարգավորումները տարածվելու են այն տնտեսվարողների վրա, որոնք առաջարկում են սպառողին կնքել ստանդարտ ձևով սահմանված պայմաններով միանալու պայմանագիր։ Երկրորդը մոլորության մեջ գցող եւ համեմատություններ պարունակող գովազդի մասին է։ Այս հրահանգի մոտարկման արդյունքում սահմանվում են մոլորության մեջ գցող գովազդի եւ համեմատություններ պարունակող գովազդի հասկացությունները, դրա մոլորեցնող լինելու հանգամանքները, համեմատություններ պարունակող գովազդի թույլատրելի դեպքերը, էլի եթե կարիք լինի օրինակով կներկայացնեմ։ Չնայած նրան, որ գործող օրենսդրությամբ նախատեսված են մոլորեցնող գործողության կամ գովազդի վերաբերյալ որոշակի կարգավորումներ, այնուամենայնիվ տվյալ հրահանգի մոտարկման արդյունքում սպառողները ամբողջովին պաշտպանված կլինեն մոլորեցնող գովազդից։ Կարգավորումների արդյունքում համեմատություններ պարունակող գովազդի առումով տնտեսվարողներ կունենան հնարավորություն որոշակի դեպքերում գովազդում նշել մրցակից տնտեսվարող սուբյեկտին կամ վերջինիս կողմից առաջարկվող ապրանքները կամ ծառայությունները, իսկ մոլորեցնող գովազդի առումով տնտեսվարողները կիմանան այն հանգամանքները, որոնք կարող են հաշվի առնել գովազդի մոլորեցնող լինելու հանգամանքները որոշելիս, եւ այս կարգավորումները տարածվելու են գովազդ տեղաբաշխող եւ տարածվող տնտեսվարողների վրա։ Երրորդը հեռակա եւ ձեռնարկության շենքից դուրս կնքվող պայմանագրերի մասով սպառողների իրավունքների պաշտպանության մասին հրահանգն է։ Հեռակա պայմանագրի օրինակ ասենք առցանց հարթակներում կնքվող պայմանագրերն են, որտեղ վճարումն իրականացվում է on-line։ Հրահանգի մոտարկման արդյունքում սպառողները պաշտպանված կլինեն նրանով, որ հնարավորություն կունենալ ծանոթանալու հեռակա եւ ձեռնարկության շենքից դուրս կնքվող պայմանագրի դեպքում ապրանքի վերաբերյալ կոնկրետ տեղեկություններին, վաճառողի եւ սպառողի իրավունքներին եւ պարտականություններին, պայմանագրի ներկայացվող պահանջներին, պայմանագրից հրաժարվելու սպառողի իրավունքին, ապրանքի առաքման ժամկետներին եւ այլն։ Կարգավորումների արդյունքում տնտեսվարողները ստիպված կլինեն պահպանել տվյալ տեսակի պայմանագրերի ներկայացված պահանջները։ Կարգավորումները չեն տարածվելու սոցիալական, առողջապահական, ֆինանսական, հանրային ծառայությունների մատուցման եւ մի շարք այլ պայմանագրերի վրա։ Ապրանքների անհամապատասխանության դեպքում սպառողի իրավական պաշտպանության միջոցների մասին հրահանգի մոտարկման դեպքում կամրագրվի ապրանքներին, ներառյալ թվային տարերով ապրանքներին եւ տվյալ ապրանքի գործառույթն իրականացնող թվային բովանդակության կամ թվային ծառայությունների ներկայացվող պահանջների շրջանակը եւ դրանց անհամապատասխանության դեպքում սպառողի իրավական պաշտպանության միջոցների շրջանակը, օրինակ խելացի ժամացույց գնելու դեպքում ժամացույցի հավելվածի խափանված լինելը, օրինակ նշանակում է ժամացույցի անհամապատասխանություն կամ մեքենայի դեպքում եւ այլն։ Հրահանգի մոտարկման արդյունքում սպառողները պաշտպանված կլինեն նրանով, որ հնարավորություն կունենան ապրանքների ներառյալ թվային բովանդակությամբ ապրանքների ձեռքբերման ժամանակ 2 տարվա ընթացքում ապրանքի թերության հայտնաբերման դեպքում դիմել արտադրողին, վաճառողին ապրանքի թերության վերացման նպատակով, իսկ օգտագործած ապրանքի դեպքում երաշխային ժամկետը սահմանել ոչ պակաս քան 1 տարի։ Կարգավորումները տարածվելու են ցանկացած պայմանագրերի վրա, որոնք վերաբերում են շարժական գույքին, սպառողի կամ ծառայության այլ օգտատերի կողմից վերբեռնվող կամ ստեղծվող էլեկտրոնային տեսքով տվյալների հետ կիսվելու կամ այլ փոխգործակցության հնարավորություն տվող ծառայություններին։ Տնտեսական մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության մասին
գործող օրենքի իմաստով վերնշված պահանջների չկատարումը կհամարվի սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտում, որի քննությունը գործող օրենքով վերապահված է մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովին։ Փաթեթի մշակման աշխատանքների իրականացման համար շնորհակալություն ենք հայտնում մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովին եւ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի Գրասենյակին բավականին շատ աշխատանք է կատարվել եւ հսկայական օգնություն է մեզ այս առումով տրամադրվել։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, պարոն Պապյան։ Հարգելի գործընկերներ, ըստ էության այս փաթեթը սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում մեր կարգավորումների մոտարկումն է Եվրամիության կարգավորումների հետ։ Այսինքն մենք որդեգրում ենք եվրոպական ստանդարտ եւ դա է հիմնական արձանագրումը եւ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի շրջանակներում իրականացվող միջոցառում է սա որպես մասնավոր դեպք, իսկ ընդհանուր մեր ռազմավարության մասին խոսելու առիթներ շատ ենք ունեցել, այդ թվում 3 էլ համաժողովի հրապարակային ես այդ թեմային անդրադարձել եմ։ Պարոն Գևորգյան, ինչ ունեք լրացնելու եւ ընդհանրապես նախորդ տարվանից եւ գուցե մի քիչ էլ ավել մենք մի քանի անգամ քննարկել ենք մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հետ, որպեսզի սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում հանձնաժողովի գործունեությունը առավել ակտիվանա եւ այդ առումով ինչ ունենք այս պահին մեր քննարկումներից հետո արդյոք մեզ հաջողվել է այն խնդիրները, որ առաջադրել ենք այս ժամանակահատվածի համար լուծել։ Համեցեք։ Շնորհակալություն մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, նախ նշեմ, որ այո, պարոն վարչապետ, սա արդեն ըստ էության, ինչպես պարոն նախարար նշեց, երկրորդ փուլ օրենսդրական փաթեթն է, որը ներկայացնում ենք արդեն ներկայացվեց կառավարության հաստատմանը, մնացել է վերջի փուլը, այսպես ասած պայմանական երրորդ փուլի փաթեթը, որը այլընտրանքային լուծման մեխանիզմների մասին է, ըստ էության, եթե ազգային ժողովը ընդունեց օրենսդրական փաթեթները, ստացվում է, որ Հայաստանի Հանրապետությունը այս հատվածով իր օրենսդրությունը գերազանցապես մոտարկեց Եվրոպական միության ստանդարտներին կամ կարելի ասած զարգացած տնտեսական համակարգի ստանդարտներին, ու մենք արդեն եւ կարողանում ենք սպառողին մատուցել այն իրավունքները կամ սահմանների իրավունքները, որոնք կա քաղաքակիրթ աշխարհում եւ դրանք պաշտպանել։ Հիմա գործնականում ինչ են կարել, հիշում ենք, որ անցյալ տարվա երկրորդ կեսից մենք ներդրեցինք նաեւ այսպես ասած համակարգ սպառողի օգնական կոչվող գործիքը, որը ձեր ներկայությամբ ներկայացրեցինք հանրությանը, որի միջոցով նաեւ ստանում ենք անհատական խնդիրների հետ կապված բողոքներ, մի քանի 100 բողոք է արդեն սպասարկվել այդ համակարգի միջոցով եւ իր ուրախություն մեզ պետք է նշեմ, որ տնտեսվարող սուբյեկտները արդեն մի քանի ամիս հետո իրենք կամավոր, այսինքն սպառողի խնդիրը որ ծագում է համակարգի միջով գնում է, առանց լրացուցիչ վարչական մեխանիզմի կամ վարչարության խնդիրը լուծվում է, եթե բիզնեսի կողմից չի լուծվում, ուղարկվում է գործընկեր հասարակական կազմակերպությունին կամ իրավաբանական ծառայություններ մատուցող կազմակերպություններ, որոնք փորձում են բիզնեսից այս խնդիրը լուծել։ Սա այն այլընտրանքային մեխանիզմի նախնական տարբերակն է, որը մենք զարգացնելու ենք եւ հետո լինելու է։ Այս տարի նաև խնդրել ենք էլեկտրոնային հարթակներին, որտեղ դեմիերեսներին կդրվի ծանուցում, որ եթե սպառողները խնդիր ունենան, դիմեն այդ համակարգի միջոցով, հուսով եմ մենք տարվա ընթացքում կունենանք արդեն բավականին լուրջ արդյունք։ Վստահաբար արդեն համակարգը աշխատում է եւ կայացել է։ Շնորհակալ եմ։ Հարգելի գործընկերներ, այս ոլորտը շատ ծավալուն է եւ այդտեղ բազմաթիվ շերտեր կան եւ մենք բազմաթիվ բարդություններ ունենք։ Այստեղ էլի մեր մարտավարությունը ես տեսնում եմ, որ մենք հետեւողական ուղղակի աշխատենք, որովհետեւ խնդիրների են ծավալը, որ սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում մենք ունենք, լուծելու միակ տարբերակներն է, որ մենք պարզապես հետեւողական համբերատար գույքագրենք մեր բոլոր խնդիրները եւ նույն համբերատարությամբ եւ նույն հետեւականությամբ, գուցե մի քիչ ավելի հետեւական զբաղվենք դրանց լուծման, որովհետեւ ոչ մի օրենքի փոփոխությունը, ոչ մի կառավարության նախագիծը որոշումը այդ իրականությունը չեն փոխելու, իրականությունը փոխելու է հետեւական աշխատանք։ Խնդրեմ։
Անվարչապետ, թույլ տա կառիք օգտագործելով էլի